Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանն արդեն ունի 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահ, ինչ մթնոլորտում անցավ ընտրությունը և ինչ դիրքորոշում ունեցավ ընդդիմությունը։ Քաղաքական բանավեճերը նոր խորհրդարանում չեն դադարում, ինչ հարցերի շուրջ են ընթանում ամենաթեժ քննարկումները։ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը նոր կառավարիչ ունի, ով է ստանձնել ընկերության կառավարումը։ Թեղուտի բնակիչները շարունակում են ահազանգել բնապահպանական խնդիրների մասին, ինչ իրավիճակ է այսօր Թեղուտում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը բանակցությունների մասին իրարամերժ հայտարարություններ են անում, որն է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը։ Նոր խորհրդարանն արդեն նոր նախագահ ունի։ 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահ ընտրվեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ 28 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նրա թեկնածությունն առաջադրել է իշխող ուժը։ Հայաստան խմբակցությունը չէր մասնակցել փակ քվեարկությանը, իսկ Ուժեղ Հայաստանը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, ՔՊՆ ամբողջ կազմով աջակցել Ռուբինյանի թեկնածությանը։ Նորընտիր ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արդեն առաջին ճեպազրույցն է տվել։ Նա հայտարարել է, որ չգիտի, թե ում կնշանակեն հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնաց, քանի որ այդ հարցը կառավարության որոշելիքն է։ Ռուբինյանը անդրադարձել է նաև հայ գերիների խնդրին։ Գերիների եւ այլ պահող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է։ Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում։ Դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են դրա մասին, թե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա եւ բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք։ Մինչ ազգային ժողովի նոր խոսնակը պատասխանում էր լրագրողների հարցերին, խորհրդարանում շարունակվում էին քաղաքական քննարկումները։ Օրենսդիր մարմինը այս պահին քննարկում է նաև փոխնախագահների ընտրության հարցը։ Իշխանությունն առաջադրել է Հայկ Կոնջորյանի եւ Վահագն Ալեքսանյանի, իսկ Ուժեղ Հայաստան խմբակցությունը Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նշեմ, որ նոր խորհրդարանի երկրորդ աշխատանքային օրը նույնպես անցել է լարված մթնոլորտում։ Ինչ հարցերի շուրջ են ծավալվել ամենաթեժ քննարկումները եւ ինչ ուղերձներով են հանդես եկել քաղաքական ուժերը, ռեպորտաժում։ Պարոն Կարապետյան, դուք ա ձեզ համար։ Ով է ձեր վեհապարը։ Կտրիշ Ներսիսյանը։ Կտրիշ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ, որտեղ ինքը կա։ Լարված մթնոլորտում մեկնարկեց ազգային ժողովի աշխատանքային երկրորդ օրը։ Նիստը վարող Կնյաս Հասանովը մի քանի անգամ փորձեց հանդարտեցնել падգամավորներին, սակայն բանավեճերը չդադարեցին։ Հետո Ծառուկյանի կուսակցությունից խլած կամ ընդդիմադիրների բնորոշմամբ գողացած ձայների մասին քննարկումներով շարունակվեց նորաստեղծ խորհրդարանի աշխատանքը։ Ինչպես ասում են, 3 բանի անverջ կարելի է նայել։ Հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ թե ոնց է ՔՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել։ Սուս մնացեք, ժողովուրդ ջան, դուք օրը ցերեկով 60,000 քաղաքացու ձայն գողացել եք։ Երեք երևույթի անverջ նայելուց բացի Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում ներկայացրեց 3 առաջարկ։ Առաջինը վերաբերում էր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին։ Նրա խոսքով, եթե լարվածությունը չհաղթահարվի, առաջինը կտուժեն գյուղատնտեսներն ու արտահանողները։ Նրա գնահատմամբ վերջին 8 տարում նրանց վարկային բեռը եռապատկվել է եւ արտահանման շուկաների փակման դեպքում հազարավոր գյուղատնտեսներ ու արտադրողներ պարզապես կսննկանան։ Նրանց տներն ու սեփականությունը կանցնեն բանկերին։ Կարապետյանի համոզմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով։ Երկրորդ առաջարկը։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք Հակա-Սաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։
Կարապետյանը հիշեցրեց, որ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները չեն կարող հող գնել։ Երրորդ առաջարկով Կարապետյանն ընդգծեց, որ Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը չպետք է տեղի ունենա Հայոց ցեղասպանության թեման երկրորդ պլան մղելու կամ դրա հաշվին։ Այս համատեքստում նա նաև հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի աջակցելու Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահ ընտրվելու հարցում, հաշվի առնելով Ռուբինյանի կապը Թուրքիայի հետ, սակայն դա չխանգարեց, որ Ռուբինյանն ընտրվի ազգային ժողովի նախագահ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ Ռուբինյանի Թուրքիայում բանակցություններին մասնակցելու թեման դարձյալ քննարկման նիստում էր։ Ի պատասխան ԿՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կրկին խոսեց ընդդիմության օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապերի վերաբերյալ մեղադրանքների մասին։ Ձեր քաղաքական թիմի առաջնորդի անձնագրի մեջ է օտարերկրյա հատուկ ծառայության անուն գրած IC FSB։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր հերթին հարցեր բարձրացրեց Ռուբեն Ռուբինյանի եղբոր կարիերայի վերաբերյալ։ Նրա խոսքով վերջինս բարձր պաշտոններ է զբաղեցրել Ամիո բանկում եւ Viva Armenia-ում։ Գրիգորյանը նաև հիշատակեց Արարատ Միրզոյանի ընտանիքի անդամների նշանակումները եւ հայտարարեց, որ իշխանության հետ տարաձայնություններ ունեցած գործարարների նկատմամբ սկսվել են քրեական հետապնդումներ։ Ում նկատմամբ հարուցել քրեական գործ բացառապես պայմանավորված է նրանով տվյալ մարդը քաղաքականության մեջ է թե չէ եւ ինչպիսի դրսևորումներ այն ունի, որովհետեւ բազմաթիվ մարդիկ ում վերաբերյալ դուք դիրքորոշումներ եք ունեցել ու վատ առումով դիրքորոշումներ, բայց եթե այդ մարդիկ հիմա ձեր կողքին են, իրենք ընդհանրապես խնդիր չունեն։ Իրենք դառնում են օլիգարխից միանգամից խոշոր սեփականատեր ու դրանով ավարտվում է։ Թիրախում բացի Ռուբինյանի եղբորից նաև Կոնջորյանի եղբայրն է, պատգամավորները հերքեցին նրա կնոջ աշխատանքի եւ արձակուրդության վերաբերյալ հրապարակումներով։ Իմ կինը Հայփոստի տնօրեն նշանակվելուց առաջ հարցրեցիք որտեղ է աշխատել։ Ի զարմանս ձեզ ասեմ, որ 5 տարի շարունակ աշխատել է Հայփոստ ընկերությունում եւ եղել է վարչության ղեկավար։ Այսինքն իմ կինը Հայփոստի տնօրեն չի նշանակվել, պարզապես ուրիշ տեղից գալով, ինքը եղել է Հայփոստում վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ եւ իմ կինը մասնակցելով մրցույթին ընտրվել է Հայփոստ ընկերության տնօրեն։ Բայց խորհրդարանի օգոստոսի 3-ի աշխատանքային օրն ավարտվում է մեկ լավ լուրով։ ԿՊ-ական Սարիկ Մինասյանը խոստանում է չհայհոյել, ասում է, եթե հարկ լինի, պարզապես կանիծի։ Եթե օրինակ լարված իրավիճակ տեղ ունենա, կհայհոյեմ, թե չէ։ Չէ, կանիծեմ։ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, որը 2002 թվականից ընդգրկված է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի մուլտիգրուպ կոնցեռնի կազմում նոր կառավարիչ ունի։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ընկերության կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը։ Իսկ մուլտիգրուպի աշխատակիցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են պարզաբանել, թե երբ կվերաբացվեն ընկերությունները, երբ կհանվեն հաշիվների կալանքները եւ ով է փոխհատուցելու հարկադիր պարապուրդի ընթացքում կորցրած եկամուտները։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև պատասխաններ ստանան։ Վաղը որ ժամին են գալիս էստեղ եւ հստակ պատասխանեն մեր հարցերին, որ հիմնարկությունը երբ է բացվելու։ Լոռու կանաչ լեռներում տարիներ առաջ սկսվեց մի պատմություն, որի հետևանքների մասին Թեղուտի ու Շնողի բնակիչները խոսում են մինչ այսօր։ Թեղուտի հանքի շահագործումից անցել են տարիներ, բայց այդ գյուղերի բնակիչներն ասում են, որ իրենց տրված խոստումների մեծ մասը չի կատարվել։ Այժմ մտահոգություններն արդեն վերաբերում են ոչ միայն բնությանը հասցրված վնասին, այլև մարդկանց առօրյային, ոռոգման ջրին, հողի բերիությանը եւ առողջությանը։ Ինչ իրավիճակ է այսօր Թեղուտում եւ ինչ պատասխաններ են պահանջում բնակիչները, ռեպորտաժում։
Լոռու լեռները նման չեն Հայաստանի ժայռոտ լեռներին։ Այստեղ մոխրագույն քարերի փոխարեն կանաչ անտառներ են, այնքան շատ, որ ծայրը չի երևում։ Թեղուտ գյուղը մինչև 2007-8 թվականներն այդ կանաչի մեջ էր ապրում։ Եվ ահա հանքի շահագործման մասին շշուկներն աստիճանաբար թակեցին բնակիչների դռները։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին կառավարությունը Թեղուտի հանքը շահագործող Թեղուտ ՓԲ-ին թույլատրեց հատել 317 հեկտար անտառ։ Անտառները, որ հատում էին, ես մի անգամ գնացել եմ, ճիշտ ասած թաքուն եմ գնացել, հիմա բարձրաձայնում եմ տրակտորով այդ ծառերը հողի տակ էին լցնում։ Մարդիկ կարող էին չէ բերել դա, բայց ձեռ չէր տալի, որ տեսնեինք, շատ բան տեսնեինք։ Փոխարենը շահագործողը պարտավորվում էր կրկնակի շուրջ 600 հեկտար տարածքում փոխհատուցել վնասը։ Թեղուտեցիները լավ են հիշում, ինչպես ղեկավարությունը ուսանողների հրավիրեց, տեսախցիկների առաջ ցույց տվեց ծառատունկը, իսկ երբ ուսանողներն ու լրագրողները հեռացան, իրականությունն այլ ընթացք ստացավ։ Մեր գյուղապետը այն ժամանակ ասավ, որ մենք պիտի վարձատրենք։ Շատերը չվարձատրեց, օրինակ ես փող եմ տվել 3000 դրամ։ Անտառի բացատներում, որտեղ տնկվել էին ծառերը, անասուններ էին մտել, ավերել ամբողջ ոռոգման համակարգը։ Ծառերը չորացան, ու քանի որ հանքի ղեկավարությունն օտարել էր գյուղի արոտավայրերը, բնակիչներին այլընտրանք չթողնելով, բացատներն աստիճանաբար արոտավայրեր դարձան։ Հիմա գյուղում այդ տարածքներն անուն ունեն։ Որ ասում են կովերը որտեղ են, ասում ենք տնկարանում։ Այսինքն անունը կա, ամանում չկա։ Ծրագիրը ձախողվեց, բայց սա հանքը շահագործողների միակ ձախողումը չէ։ Շնող գետի ափին ենք։ Ափամերձ հատվածում Շնող եւ Թեղուտ համայնքների ցանքատարածություններն են, բայց գետի ափին գտնվող իրենց դաշտերը մարդիկ ոռոգել չեն կարողանում։ Ջուրն աղտոտված է Թեղուտի հանքի թափոններով։ Շնողի ու Թեղուտի բնակիչները կառավարություն պահանջ են ներկայացրել Շնող գետի ակունքից պոմպակայան կառուցել։ Դեբետ եւ Շնող գետերի ջուրն օգտագործելը խելամիտ չէ, շնողցի Լյովա Ալիխանյանն է ասում։ Պոչամբարի արտահոսքը հիմնականում անձրևաջրերի վարարի ժամանակ ալնում, որը ի վիճակի չեն պահելու, հավանաբար ձև չունեն պահելու, որովհետեւ Պոչամբարը լեռնային տարածքի ձորի մեջ է, հազարավոր հեկտար տարածքից անձրևաջուրն իջնում է ներքև եւ դրանք ստիպված են, ասենք, այդ պահին ջրբաց թողնել։ Դրա հետ նաեւ փոչանքն է դուրս գալիս ու գալիս է Թեղուտ Շնող ճանապարհով լսումին տարածք։ 2024-ի ջրհեղեղի մասին է պատմում Ալիխանյանը։ Շնող գետը հանքի հենց կողքով է հոսում։ Պոչամբարի վնասման, վարար անձրևներին հեղեղումների հետևանքով թունավոր նյութերի արտահոսք է լինում, լցվում գետը, որ դեպետի վտակն է։ Երկու գետերի աղտոտվածության մակարդակը վերջին տարիներին 5 է գնահատվել, որ ամենավտանգավոր դասն է։ Իսկ այս գետերով ոռոգվում են երկու գյուղերի 329 հեկտար հողերը։ Օրինակ, եթե այդեն շրջանառու ջրի համակարգ կա, գոնի մաքրման, ջրի մաքրման մեկ, չգիտեմ, շրջանառու ջուր, այսինքն նույն ջուրն են անդադ ցիրկուլյացիա փորձում անել օգտագործել։ Մյուս դեպքերում դա էլ չի։ Ընդհանրապես Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ամբողջապես վերցրած մի դեպք չվերցնենք, ինքը ռեստարտի կարիք է, այսինքն ընդհանրապես Հայաստան նոր հանքեր չպետք է բացվեն։ Թեղուտում շրջանառու ջրամատակարարման համակարգ կա եւ այն ներառված է գործող նախագծում։ Ընկերությունը 2019-ին հայտարարել է, որ շրջանառու համակարգը կիրառվում է, սակայն 2026-ի դրությամբ չկա հրապարակված պաշտոնական տվյալ, որը ցույց կտա, թե համակարգն ինչ արդյունավետությամբ է աշխատում եւ ջրի քանի տոկոսն է վերադարձվում շրջանառության մեջ։ Գյուղի բնակիչների նախաձեռնությամբ մի քանի անգամ նմուշառումներ են իրականացվել, որոնցով հանքի տարածքում նորմայի խախտումներ չեն արձանագրվել։ Բայց Ալիխանյանը հիշում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հերթական ստուգումները։ Ստիպեցին օրգան փորձաքննություններ անցկացնեն, այդ ընթացքում որպեսզի ճշտենք իրանք ազնվենելու թե չէ, Պոչամբարի հստակից մի որոշակի քանակ զանգավոր իմ համար դիմացել եք, այդ տողը խնդրեցի տարավ դուզ ենք ասում, գյուղեն կողմը իր տարածքում փռեց, հետո ասի որ կան անալիզ վերցնելու այդ տարածքից բան կանես։ Այսինքն 10-20 տեղից վերցին, ամենակարևորը ինձ հետաքրիր էր Պոչամբարի տակից լացքը վերցնեք, որ համեմատենք։
նույն տեղից, որ վերցած էր տարար ընդամենը 2 կիլոմետրեն կողմ, տարբեր արդյունքներ։ Գյուղացիների պահանջն է Շնող գետի ակունքից պոմպակայան իջեցնել, որ իրենց այգիները թույնով չջրեն։ Ի վերջո սրա հետևանքն է, որ տարածքում ապրողների օրգանիզմում քաղցկեղածին մկնդեղի քանակությունը մի քանի 100, որոշ դեպքերում 1000 անգամ գերազանցում է նորման։ 2019-ի միջազգային եւ տեղական անկախ հետազոտություններն են ցույց տվել։ Լովա Ալիխանյանը գյուղում չի հիշում մի մարդու, որ քաղցկեղով հիվանդ հարազատ չունենա։ Իմ տանն էլ կա, իմ բարեկամիս տանն էլ կա։ Մեկինս ճանապարհում գալիս է։ 8 տարին մեկ անգամ հանքի ղեկավարությունը պարտավոր է գյուղի բնակիչների եւ մասնագետների ներկայությամբ հավաք հրավիրել, քննարկելու խնդիրները եւ լուծումներ առաջարկելու։ Վերջինը 2023-ին է եղել։ Այդ ժամանակ ես թեքվեցի մեր ամբուլատորիա եւ բաշխույց իմացա, որ 22 թվականի համեմատությամբ 23 թվականին քաղցկեղով հիվանդների քանակը 50%-ով ավելացել է։ 2019 թվականին 30 բնապահպանական կազմակերպություններ դիմեցին վարչապետին, պահանջով անկախ արդյունաբերական համայնքներում ստեղծել առողջության գնահատման համակարգ։ Առողջապահության նախարարությունը հրավիրեց առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, առանձնացրեցին 2 արդյունաբերական եւ 2 ոչ արդյունաբերական համայնքներ ուսումնասիրության համար։ Սակայն կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով ծրագիրը կիսատ մնաց։ Դրանից հետո, երբ որ 22-23 թվականին սկսվեց մշակվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, այդ բնապահպանական համայնքը, ինչպես դուք եք նշում, բայց երևի թե մի խումբ կազմակերպություններ բազմաթիվ քննարկումներից հետո հասան նրան, որ ամրագրվեց հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մեջ, որ Հայաստանում պետք է ներդրվի հանքարդյունաբերական համայնքների առողջության ռիսկերի գնահատման մեխանիզմ, բայց դա մնաց ռազմավարության մեջ, այսինքն մենք դերևս նման մեխանիզմ եւ օրենսդրություն կարգավորումներ չունենք։ Տարիներ են անցել, բայց Թեղուտի ու Շնողի բնակիչների բարձրացրած հարցերի մեծ մասը դեռ պատասխան չունի։ Շրջակա միջավայրի նախարարությունը հարցերի պատասխանները ստանալու համար մեզ ուղղորդեց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որտեղից էլ գրավոր հարցում պահանջեցին։ Հարցերը շատ են, բայց գյուղացիներին հուզում է միայն մեկը. ով է պատասխան տալու իրենց առողջության ու գյուղի էկոլոգիական վնասների համար, որոնց չափը պետությունն այդպես էլ ամբողջությամբ չի գնահատել։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաղաքային խնդիրների մասին։ Երևանի բազմաթիվ բակերում աղբամանների կողքին օրերով կարելի է տեսնել հին բազմոցներ, ներքնակներ, կահույք եւ շինարարական աղբ։ Այս թափոնները սովորական աղբահանությամբ չեն տեղափոխվում, իսկ շատ քաղաքացիներ չգիտեն, թե ինչպես պետք է դրանք հեռացնեն։ Արդյունքում բակերն ու փողոցները վերածվում են ինքնաբուխ աղբավայրի։ Ով է պատասխանատու խոշոր աղբի տեղափոխման համար, ինչու գործող համակարգը չի լուծում խնդիրը եւ ինչ լուծում է առաջարկում քաղաքապետարանը, ռեպորտաժում։ Զուգարանակոնք, ներքնակ, բազմոց ու անգամ ճամպրուկ։ Ինչ ասես չես տեսնի Երևանի աղբարկղերի կողքին։ Խոշոր աղբը, որը չի տեղավորվում աղբարկղերում, քաղաքացիները դնում են դրանց կողքին, հաճախ չիմանալով, թե ում դիմեն, որպեսզի չմնա բակում։ Աջափնյակ եւ Արաբկիր վարչական շրջաններում մատների վրա կարելի է հաշվել աղբամանները, որոնց կողքին կուտակված շինաղբ կամ կահույք չկա։ Այն վաղ տեղ կար, տանում էիր, թափում էիր։ Իսկ հիմա դե փակվել է, տարածքը տեղ չկա, երևի չեն կարել, չեն ում ու տանեն թափեն, բերում են լցում ես դե։ Շատ հաճախ եմ նկատում, ահա որ վրդովված եմ, քանի որ աղբի աշխատողները պարտավոր չեն այս աղբը վերցնեն։ Ու բանը դրանումն է, որ երբ են բերում, երբ են գցում, նույնը Խաչատրյանի վրա է։ Մի երկու օր առաջ տեսել եմ էլեկտրական ինչ-որ մեքենաներ են, բաց։ Ես չգիտեմ ինչ էր, այս աղբը դա է թափել։ Թափթփուկների մեկն են էլի, այս ինչ է, այս վիճակը, այն վիճակը, ուրիշ ինչ։ Սա աղնույն Զիբիլանոսն է։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում հոակը խոշոր աղբի տեղափոխման համար պատասխանատվություն չի կրում։ Մեր տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես են հոակի աշխատակիցները աղբի տեղափոխման ժամանակ աղբամանից կահույքի մասեր նետում։
Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՀՕԱԿ-ն այս պահին տնօրեն չունի։ Օրեր առաջ ՀՕԱԿ-ի տնօրենի պաշտոնից Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար նշանակված Սաշա Կատվալյանը բացատրում է. Երևանի բնակիչները վճարում են բացառապես կենցաղային աղբի տեղափոխման համար, իսկ շինարարական եւ խոշոր աղբ գեներացնելու դեպքում քաղաքացին իր միջոցներով պետք է նուբարաշեն տեղափոխի աղբը։ Միաժամանակ խոշոր աղբի հեռացման հարցերով քաղաքապետարանի հետ մինչև տարեվերջ պայմանագիր ունի Դավարս ընկերությունը։ Մարշական շրջանի կոմունալ բաժինները տեղեկացնում են Դավարս ընկերությանը, որ մենք այս հասցեներում ունենք շինակ, բայց քանի որ Դավարս ընկերությունը ինքը եւս գիտի, որ մինչև տարեվերջ սպառվում է այդ պայմանագիրը, ըստ էության նաեւ ունի տեխնիկական խնդիր, համապատասխան քանակի ավտոմեքենաներ եւ տրակտորներ չունի, որի արդյունքում այս խնդիրների առաջ են գալու։ Իրենց ռեսուրսը այս պահին չի բավականացնում քաղաքում առկա խնդիրը լուծելու համար։ Տասնյակ աղբամաններից մեկի մոտ տեսանք Աջափնյակի կոմունալ բաժնի աշխատակիցներին, որ կարգի էին բերում աղբամանների շրջակայքը։ Մեր ընտրությունն ու ցանկությունն է մաքրել տարածքը, ասում են աշխատակիցները։ Դե թող մեքենա հատկացնեն գանտանեն, ես ինչի նման է։ Դե մենք ինչ անենք, մեր գործը չի բացանում ենք, որպեսզի մաքուր մնա։ Դավարս ընկերության եւ Երևանի քաղաքապետարանի միջև վերջին պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի 26-ին։ Համայնքը 22 միլիոն դրամ է ծախսել, որի դիմաց ստանում է նման պատկեր։ Սակայն հաջորդ տարվանից Երևանն այլևս չի վճարի Դավարս ընկերությանը։ Կատվալյանը փոխանցեց համայնքն ինքն է զբաղվելու խոշոր աղբի տեղափոխման հարցերով։ Արդեն ձեռք է բերել բեռնատար մեքենաներ ու տրակտորներ, որոնք մոտ ամիսներին կհասնեն Երևան։ Մինչ այդ, սակայն, հին կահույքն ու շինարարական թափոնները շարունակում են օրերով, երբեմն էլ շաբաթներով մնալ բակերում, վերածելով դրանք աղբավայրերի։ Սերակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միջազգային լրահոսից։ Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները պետք է սկսվեն այսօր։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չկա։ Նրա խոսքով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի այցն Իրաք մասնավոր բնույթ ունի, իսկ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի եւ Օմանի բանակցությունները վերաբերում են միայն նավագնացության անվտանգության ապահովմանը։ Իրանի արտգործնախարարությունը այսօր անդրադարձել է նաև Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման միջադեպին։ Թեհրանը հայտարարում է, որ պատրաստվում է քայլեր ձեռնարկել Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար։ Ուկրաինան իր հերթին պնդում է, որ գործողություններն ուղղված են եղել բացառապես ռազմական նպատակների եւ չեն հետապնդել քաղաքացիական նավերին կամ մարդկանց վնասելու նպատակ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակը հայտարարել է, որ Բուլղարիան, Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան Թեհրանին վստահեցրել են, չեն մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողությանը։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ Իրանի եւ Օմանի միջև բանակցությունները մոտենում են ավարտին։ Ավելի վաղ Ֆարս լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցը բացելու թույլտվություն չի տվել։ Պակիստանի Կաբալ քաղաքի ոստիկանության բաժանմունքի մոտ ահաբեկության հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել։ Նախնական տվյալներով մահապարտը պայթեցրել է իրեն, թիրախավորելով ահաբեկչական խմբավորումների դեմ խաղաղցույցի մասնակիցներին։ Իրավապահները հետաքննություն են սկսել։ Մարոկկոյի թագավոր Մոհամեդ 6-րդի որոշմամբ Տիզնիդ Դախլա ավելի քան 1055 կիլոմետր երկարության մայրուղին անվանակոչվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Ինչպես գրում է MAP պետական գործակալությունը, թագավորը նշել է, որ մայրուղին ռազմավարական նշանակություն ունի, միացնում է Մարոկկոյի հյուսիսն ու հարավը, նաև Եվրոպան եւ Աֆրիկյան մայրցամաքը։ Թրամփը շնորհակալություն է հայտնել Մարոկկոյի թագավորին այդ որոշման համար եւ հայտնել, որ հույս ունի մոտ ապագայում անցնել մայրուղու ամբողջ երկայնքով։ Վալբերիսը հայտնել է, որ Վլադիմիրի իր պահեստներից մեկի վրա ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Ինդոնեզիայի ափերի մոտ նավի վրա հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը համարվում է անհետ կորած։ Իսկ Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքում անտառային հրդեհի հետևանքով տներ են այրվել։ Ըստ լրատվամիջոցների հրդեհների մակերեսը մոտ 101,000 հեկտար է։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am ABC լուրերի հաջորդ թողարկումը կլինի վաղը առավոտյան ժամը 12-ին, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։